Սին կարտուղարով հետ դավաճանում է կնոջ։ Գալիս է տուն, համարձակություն է ձեռք բերում, կնոջն ասում է մենք պիտի բաժանվենք։ Կինը լացում է, ոչ մի բան չի ասում։ Գնում նստում է սեղանի մոտ ու սկսում է գրել։ Առավոտ աշխատանքի գնալուց կինն ասում է մի րոպե արի։ Դու ուզում ես բաժանվես, բայց պայման եմ ուզում տնեմ, ասում է դիր։ 10 տարեկան տղա ունենք, չեմ ուզում ցավացնես իրան։ Հիմա ինքը քննությունների է, կարելի է մի ամսից բաժանվել։ Մարդը մտածում է, կպավ, ասում է հարց չկա, մի ամսի հետ մի պայման։ Երեխու խաթ, կարելի է այդ մի ամիսը դու ամեն օր աշխատանքի գնալուց ինձ ձեռքերիդ վրա միջև դրսի դուռը տանես։ Վերցնում է ձեռների վրա, կնոջը տանում հացում է միջև դրսի դուռը, ու սեն շարունակ, գալիս է վերջի օրը։ Երեխեն վազելով գալիս ասում է՝ «Դե դավայ, պապա, տար մամային»։ Տանում է կնոջը իջացնում է, գնում է աշխատանքի։ Մի բան է հասկանում, որ էլ չի ուզում բաժանվի։ Ամեն ինչ վերականգնվել է։ Մոտենում է ընկերուհուն, ասում է՝ «Ես փոշմանել եմ, չեմ ուզում բաժանվեմ»։ Գնում է ծաղկի խանութից ամենալավ ծաղկի փունջը առնում է։ Աշխատողին ասում է՝ «Վրան գրի, ես քեզ կտանեմ ձեռքերիս վրա, մինչև մահը չբաժանի մեզ»։ Ծաղիկը ձեռքը մտնում է տուն, տեսնում է կինը անկողնում մեռած բարկած է։ Կինը 4 ամիս առաջ արդեն իմացած ալն, որ ինքը քաղցկեղ է։ Ու իմացել է, որ պիտի մահանա, չի ուզում երեխայի առաջ պապան վատ է երևա։ Ամեն ինչ անում է, որ երեխան պապայի հիշի, որ պապան մինչև վերջ մամային սիրել էր։ Կանայք ամուսինները չեն հասկանում այդ թանկ ընտանիքը, որ ունեն։ Գալիս է ժամանակ ու դու հասկանում ես, որ էլ հետ չես կարա գնաս, արդեն ուշ է։ Արդեն ամեն ինչ քանդել ես։